Բարև ձեզ մեր սիրելի YouTube-յան հետևորդներ, ինչպես նաև TikTok-յան հետևորդներ։ Այսօր մեր Գիրք եւ իշխանություն ոդկասթի հերթական թողարկումն է, թվով երկրորդ թողարկումը։ Մենք մտածում էինք այս շարքը շարունակական անել թե չէ, սակայն ձեր TikTok-յան ակտիվությունը մեզ ստիպեց, որպեսզի շարքը դարձնենք շարունակական։ Եվ այսօր մեր թվով երկրորդ գիրքը, որը որ կքննարկենք, կլինի Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը։ Ցավոք սրտի էլի հայերեն տարբերակով չի մեզ մոտ այժմ, անգլերեն տարբերակով կդնենք սեղանին։ Ջորջ Օրուելի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է «Անասնաֆերման» եւ «Անասնաֆերմայի» շուրջ տարբեր ասեկոսեներ են հյուսվում, տարբեր հետաքրքիր փաստեր կան կապված այս ստեղծագործության հետ։ Եվ արդեն Ռեբեկան կսկսի իր խոսքը կապված գրքի հետ։ Ինչ կարծիք ունես գրքի մասին։ Օրինակ ես կարծում եմ, որ այն մարդը, որ նոր է սկսում հետաքրքրվել քաղաքականությամբ, «Անասնաֆերման» այն հիմնաքարն է, հիմնասյունն է, որը որ կարող է հանդիսանալ դեպի քաղաքականություն եւ քաղաքագիտություն ճամփահարթելու համար։ Նախ շատ ուրախ եմ եւ շատ զգացված եմ արձագանքի համար, որը որ մեզ TikTok-ում տվել եք։ Կխնդրեի բոլորիցդ լինել այս թողարկման եւ մնացած բոլոր թողարկումների ընթացքում շատ ակտիվ, եթե ունեք առանձնացված ձեզ համար որևէ սիրելի քաղաքական գիրք, որը կուզեք, որ ես ունանեմ մեր հետագա թողարկումներում քննարկենք, խնդրում եմ մենք տեղադրում ենք մեր podcast-ը տաբեսոց ցանցերում, մեր էջերում, խնդրում եմ անպայման մեկնաբանությունների բաժնում ոչ միայն գրեք ձեր դրական եւ բացասական կարծիքը, այլ նաեւ գրեք թե ինչ գիրք կուզենայիք քննարկել, իհարկե քաղաքականությանը վերաբերող, մենք կփորձենք անդրադառնալ դրան։ Ինչ վերաբերվում է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմային», գիտես, ես այս գիրքը կարդացել եմ շատ երիտասարդ տարիքում, երբ դպրոցական էի եւ ունեի 0 գիտելիքներ քաղաքականության վերաբերյալ եւ ընդհանրապես տեղեկացված էլ չէի ոչ ցարական Ռուսաստանից, ոչ հեղափոխական Ռուսաստանից, այսինքն դեպի Խորհրդային Միություն գնացող, եւ քեզ հետ համակարծիք եմ, որ այս գիրքը անկյունակարային գիրք է, այն բոլոր մարդկանց համար, ովքեր որ ընտրել են քաղաքագետի մասնագիտությունը կամ պարզապես հետաքրքրված են քաղաքականությամբ ունենալով այլ մասնագիտություն, բայց խորհուրդ բոլոր այն մարդկանց, ովքեր որ կցանկանան կարդալ «Անասնաֆերման», այո, սա անկյունակարային գիրք է, բայց կարծում եմ պետք է ունենալ որոշակի բազային գիտելիքներ, որպեսզի այս գիրքը կարողանալ ընկալել, մարսել եւ կարողանալ պրոյեկտել ոչ միայն արդի ժամանակաշրջանի մասին, որին այս անասնաֆերմայի իրադարձությունների հեղինակը պրոյեկտել է, այլ նաեւ դրանից հետո եկած քաղաքական իրադարձություններին, հեղափոխություններին, ինչու՞ չէ նաև 2018 թվականի հեղափոխությանը, իմ խորհուրդը այն է, որ ունենաք բազային մի փոքր գիտելիքներ գոնե սովետական միության կամ ցարական Ռուսաստանի մասին եւ նացիստական Գերմանիայի մասին, որպեսզի գիրքը ավելի հեշտությամբ կարողանաք մարսել, իսկ Նանեի հետ միանշանակ համաձայն եմ, որ այո անկյունակարային գիրք է։ Եթե Ջորջ Օրուելի գրականությունը ձեզ հետաքրքրի, մենք կարծում եմ նաև կկարողանանք հաջորդ մեր թողարկումներին անդրադառնալ 1984-ին, այդ գիրքներ ունենք, այդ էլ կբերենք կքննարկենք, բայց այսօր հերթը «Անասնաֆերմայինն» է։ «Անասնաֆերմա» գիրքը անտիուտոպիա ժանրի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է։ Առհասարակ անտիուտոպիան շատ հետաքրքիր ժանր է եւ երևի թե իմ ամենասիրած ժանրն է եւ քաղաքական տարբեր ստեղծագործություններ կան հենց այդ ժանրին վերաբերող, օրինակ 1984-ը, «Անասնաֆերման», «Լարովի նարինջը», «Մենք» եւ էլի տարբեր Ֆարենհայթի 451-րդ աշճանը, եթե ճիշտ եմ թարգմանում հայերեն, այդ գիրքը եւ մի շարք այլ տարբեր գրքեր։ Վերադառնալով «Անասնաֆերմային», Ջորջ Օրուելի գրած այս գիրքը տարբեր մեկնաբանությունների է արժանանում եւ ոչ բոլորն են համակարծիք, որ «Անասնաֆերմա» ստեղծագործությունը հենց խորհրդային ժամանակահատվածին է վերաբերում, այլ նաեւ տարբերակներ կան, որ գիրքը ստեղծագործությունը վերաբերվում է Բրիտանիային եւ նացիստական Գերմանիային, բայց ամենահիմնարար տարբերակը իհարկե Ռուսաստանին, այսինքն ԽՍՀՄ ժամանակահատվածին վերաբերելն է։
Գիրքը սկսվում է Ջոնս անունով մարդուց, ով որ ունի անասնաֆերմա։ Այստեղ եթե մենք փորձենք հենց զուգահեռներ անցկացնել, Ջոնսը ստեղծագործության մեջ Նիկոլայ II թագավորն է։ Ռոմանովների վերջին թագավորը, ներկայացուցիչը։ Այո, եւ արդեն հետագա հեղափոխությունը եւ հեղափոխական ժամանակահատվածներում արդեն ծնված կերպարները արդեն արտացոլում են այդ ժամանակահատվածի համապատասխան քաղաքական գործիչներին։ Ճիշտ նկատեցիր, որ Ջոնսը մարդն էր, անասնաֆերմայի տերն էր, այսպես ասած, այսինքն ցարական Ռուսաստանի ցարն էր Նիկոլայ II-ը, Ռոմանովների դինաստիայի վերջին ներկայացուցիչը, քանի որ բոլորս էլ գիտենք, որ բոլշևիկյան հեղափոխությունը շատ արյունարբու հեղափոխություն էր, այդ հեղափոխություններից մեկն էր արյունարբու, որովհետև ամբողջ Ռոմանովների դինաստիան սրի քաշվեց։ Իհարկե կան որոշակի, այսպես ասած, լեգենդներ, պատմություններ, որ Անաստասիան ողջ էր մնացել, նա Ռոմանովների ժառանգներ, բայց սա արդեն չի գնում մեր դաշտ, գնում է դեպի։ Հետաքրքիր բան ասեմ, Նիկոլայ II-ի ընտանիքը ուղղակիորեն արյունակցական կապի մեջ էր Ելիզավետա II-ի ընտանիքի հետ եւ հետագայում արդեն այդ կապը քաղաքական տարբեր շարժառիթների պատճառ դարձավ, մասնավորապես ժամանակ եկավ, երբ որ Ելիզավետա II-ը այսպես ասած ստիպեց, որպեսզի գտնեն այդ մարդկանց ոսկորները եւ փոխանցեն Բրիտանիային կամ նորմալ ձևով թաղեն։ Քանի որ Ռոմանովները եւ Նիկոլայ II-ը նաեւ արյունակցական կապեր ուներ Անգլիայի թագավոր Գևորգ 5-րդի հետ, կարծեմ, եթե ճիշտ եմ հիշում, Գևորգ 5-րդն էր, նա արյունակցական կապեր ուներ եւ նրանք զարմիկներ էին եւ արտակուստը բավականին նման էին իրար, այսինքն ակնհայտ երևում էր, որ նրանք եղբայրներ էին, նույնիսկ ասում էին երկու եկվորյակ են իրենք, եւ վերջերս մի հետաքրքիր հաղորդում էի դիտում YouTube-ում, այլի ոդքասթի ժանրից էր, երբ ասում էր, որ այո, Նիկոլայ II-ը իր զարմիկից օգնություն է խնդրել եւ խնդրել է օգնել իրեն, որովհետեւ արդեն Նիկոլայ II-ն էր հասկանում, որ հեղափոխությունը տեղի է ունենալու եւ ունենալու է շատ արյունարբու ընթացք եւ իր զարմիկից օգնություն է խնդրել, սակայն Գևորգ 5-րդը վախենալով, որ կարող է հեղափոխական կրքեր անգամ բորբոքել Անգլիայում, հրաժարվել է իր զարմիկին օգնել։ Իհարկե պատմությունը պատմում է, որ Գևորգ 5-րդը շատ ծանր է տարել իր զարմիկի կորուստը եւ այն փաստը, որ ինչ որ պահին իր եղբոր ճակատագիրի ձեռքերում է եղել, սակայն ելնելով իր արքա լինելու կոչումից եւ ոչ միայն կոչումից, այլ նաեւ այն տրամադրվածությունից, որ իր մերձավոր շրջապատը եւ Անգլիայի էլիտան ունեն, հրաժարվել է օգնել իր եղբորը, բայց վերադառնալով մեր թեմային, վերադառնալով անասնաֆերմային, այո, Ջոնսը դա Նիկոլայ II-ն էր, եթե պրոյեկտենք անվանապես։ Եթե փորձենք կարճ ներկայացնել պատմությունը, որ Ջոնս անունով մի մարդ ունի ֆերմա։ Ֆերմայում կան տարբեր կենդանիներ եւ մի բան է հասունանում, որ կենդանիները հոգնում են լինել անասնաֆերմայի այդ որպես կենդանի, որպես աշխատող ուժ, որպես արարածներ, որոնց որ սպառում են, որոշում են դուրս գալ Ջոնսի դեմ, անել հեղափոխություն, այսպես ասած, տիրել ֆերմային եւ ապրել իրենց կանոններով, այսինքն ազատ, արդար ֆերմայում, որտեղ որ հիմնական տերը եւ տնօրենը կլինեն իրանք։ Այսինքն կենդանիներն էլ եթե պրոյեկտելու լինենք, կստացվի կենդանիները ժողովուրդն էին։ Ոչ բոլոր կենդանիները, այնտեղ ձին է ժողովուրդը, երկու ձի կային, նրանցից մեկը շատ դաժան ճակատագրի է արժանանում եւ գրքի ամբողջ ընթացքում մարդկանց ուշադրությունը այդ ձիու վրա է եւ մարդիկ հոգեպես կապված են լինում այդ ձիու հետ եւ այդ ձին հենց իշխանությունն է, հենց ժողովուրդն է։ Եվ կար եւս մեկ ձի, որը որ անմիջապես հեղափոխությունից հետո դուրս է գալիս ֆերմայից եւ գնում է։ Այստեղ շատ հետաքրքիր բան կա, այդ ձիուն կապում են հենց մարդու այլ երկիր գնալու եւ այլտեղ իր ճակատագիրը գտնելու եւ տնօրինելու փաստի հետ, որը որ Ջորջ Օրվելը փորձել է այդտեղ
ներկայացնել։ Առհասարակ հեղափոխությունները նույն ընթացքն էլ ունենում են հենց, հա, այսինքն ժողովրդի մի զանգված, որը մեծամասամբ լինում է հենց ճնճող մեծամասնությունը հակված է հավատալու հեղափոխական խոստումներին եւ շատ երկար ժամանակ լինելու հեղափոխական էйֆորիայի մեջ, բայց կա ժողովրդի ստվար զանգվածը, որը միշտ փոքրամասնություն է կազմում, ով որ լքում է նորաստեղծ համակարգը, գիտակցելով նորաստեղծ համակարգից եկող վտանգները եւ չադապտանալով նոր համակարգի նոր վտանգներին, որոնք շատ դեպքերում կրկնապատիկ եւ եռապատիկ են լինում նախահեղափոխական վիճակից, լքում են համակարգը, չհարմարվելով դրան։ Այս երկու ձիերը դրա մարմնացումներն են, այո։ Վերադառնալով ինչ է լինում, կատարվում է հեղափոխությունից սակայն որոշ ժամանակ անց կենդանիները ունենում են իրենց 7 հստակ կանոնները, որ մարդը իրենց թշնամին է, ինչ որ քայլում է երկու ոտի վրա թշնամի է, թշնամի չեն բոլոր կենդանիները, թռչունները, կենդանիները չպետք է ալկոհոլ օգտագործեն, կենդանիները չպետք է անկողնու վրա քնեն եւ տարբեր այդպիսի օրենքներ, սակայն հեղափոխությունից անմիջապես հետո այդ օրենքները փոխվում են։ Եվ այդ փոփոխման հենց պատմությունն է ներկայացնում Օրուելը, այն դիրքորոշումը, այն մտածողությունը, որը որ կար կենդանիների մոտ սկզբնական շրջանում, որը որ ձևավորեց հենց այդ հեղափոխությունը, կոչվում էր անիմալիզմ։ Անիմալիզմը հենց ուղիղ կերպով փորձել են նմանեցնել կոմունիզմի հետ։ Այն իդեալական հասարակարգը, որը որ պետք է ձևավորվել, սակայն չձևավորվեց։ Այո։ Եվ եթե փորձենք կենդանիներին որպես մարդ ներկայացնել, մայորը, որ գլխավոր խոզերից մեկն էր, Լենինն էր, Լենինի եւ Մարքսի խառնուրդն էր։ Այո։ Հետագայում արդեն Նապոլեոնը Ստալինն էր եւ մի կերպար կարելի խոզի կերպարով Դյունիկը, որը որ Տրոցկին էր։ Եվ այնտեղ արդեն տարբեր միջանձնային հարաբերություններ, միջկենդանական հարաբերություններ կային, որը որ էլի ներկայացնում էր ժամանակահատվածի ռուսաստանյան իրականությունը, ԽՍՀՄ իրականությունը, եւ կենդանիներից ոմանք օրինակ ակրավները եւ շները արդեն ներկայացնում էին որպես վերահսկող օրգանները, որը որ վերահսկում էին այն իշխանությունը, որը որ ունեին խոզերը։ Կարճ ասած, ուժային կենտրոններն ու կառույցներն էին, եթե պրոյեկտելու լինենք ավելի ժամանակակից քաղաքական բառամթերքին, ուժային կառույցներն էին եւ այն ուժային կենտրոններն էին, որոնք որ պահում էին հեղափոխություն արած նոր վերնախավի իշխանությունը, եթե հետո սկսենք անդրադառնալ, թե ինչպես փոխվեցին այդ քո նշած 7 կանոնները, 7 օրենքները հեղափոխությունից հետո եւ ինչպես խոզերը վերածվեցին ավելի վատ թար կերպարների, որոնք միջև այդ անասնաֆերման ղեկավարում էին, օգտագործեին անընդհատ ալկոհոլ, այն օգտագործում, որ չպետք է անկողնում քնեին, անկողնում էին քնում, այն խոզերը, որը որ մարդկանց ներկայացնում էին որպես թշնամիներ, սկսեցին մարդկանց հետ սերտ համագործակցում էին կենդանիների աչքից հեռու։ Այո, կոմպրոմիսների էին գնում խոզերը մարդկանց հետ եւ կենդանիները համարվում էին բարեկամներ, այսինքն կենթանու բարեկամն էր եւ այդ կենթանիների միասնական թշնամանքը ուղղված էր դեպի մարդը, բայց հետո պարզվեց, որ եթե այն ժամանակ խոզերն ասում էին, որ բոլոր կենդանիները հավասար էին, հետո խոզերը սկսեցին ասել, որ այո, բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշ կենդանիներ ավելի հավասար են։ Հաջորդ օրինակ արգելք կար, որ կենդանիները չպետք է հագուստ կրեն։ Այո, այսինքն մարդուն բնորոշ վարք ունենային կենցաղային։ Եվ եկավ ժամանակահատված,
կապված, որ խոզերը ուղղակիորեն սկսեցին Ջոնսի այն մարդու ում անասնաֆերման, որ իրենից գողացել էին, իր հագուստը կրել։ Իր հագուստը կրել, մարկանց նման օրինակ խնջույքներ կազմակերպել, խմել, ալկոհոլ օգտագործել։ Օրենք, որ մի կենդանին մյուս կենդանուն չպետք է սպաներ, սակայն հետո այդ օրենքը վերածվեց նրա, որ կենդանին կարող է սպանել մեկ այլ կենդանու, եթե կա դրա անհրաժեշտ, խիստ անհրաժեշտ։ Եվ եթե կա դրա հավուր պատշաճի արդարացումը, թե ինչ օրինակի համար կարելի է սպանել։ Գիտես, եւ այդ կենդանիների մասին երբ խոսում էինք, որ կենդանիները հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են, խոզերը այստեղ շատ գեղեցիկ մի նյուանս մտցրեցին, որ կանք մենք եւ կան նրանք իրենց վեր դասելով մնացած կենդանից եւ այդպես պրոյեկտ ենք մեր հայաստանյան իշխանությունների վրա եւ այդ հեղափոխական իրականության վրա սևերի ու սպիտակների բաժանումն է։ Այո, սևերի եւ սպիտակների բաժանումը, ընդ որում խոզերը այդպիսով, եթե լի ժամանակակից քաղաքական իրադրության վրա պրոյեկտեր ունենք, այդպիսով խոզերը ստեղծեցին իշխանության վերնախավի էլիտան, իրանց վեր դասելով մնացածից։ Եթե օրինակ հեղափոխության ժամանակ իրենք բոլորը հեղափոխության մարտիկներ էին, հեղափոխությունից հետո իրենք դարձան վերնախավ, դարձան էլիտա եւ այսպես իրենց առանձնացրեցին եւ սկսեցին վեր դասել մնացած կենդանիներից։ Հիմա արի գաղափարները քննարկենք, այն հիմնական գաղափարները, որով որ կենդանիները արեցին հեղափոխություն եւ փորձենք դա պրոյեկտել մեր հայաստանյան իրականության վրա։ Սիրով։ Օրինակ հիմնական գաղափարներից մեկը այն էր, որ ժողովուրդն է տերը, այսինքն այս պարագայում կենդանիներն էին տերը, մեր հայ իրականության մեջ ժողովուրդն էր տերը։ Ժողովուրդը տերը։ Հիշում ես, որ ասում էր Հայաստանում կա 3 միլիոն վարչապետ։ Դա դրա ակնհայտ օրինակն է, որ 3 միլիոն մարդ վարչապետ է, 3 միլիոն մարդ ղեկավարում է իր երկիրը եւ ինքն է իշխանության տերը։ Դա ամենացայտուն օրինակներից մեկն է, այսինքն իշխանության աղբյուրը ժողովուրդն է, ոչ թե վերնախավը, մի փոքր առաջ նշած։ Այո։ Երկրորդը հին համակարգի ամբողջական մերժումն էր, որը որ կենդանիները, խոզերը բերում էին հեղափոխություն անելու համար մյուս կենդանիների նկատմամբ։ Եթե մենք էլի սա փորձենք պրոյեկտենք, Նիկոլը գալով իշխանության ասում էր, որ հին համակարգը ամբողջությամբ պետք է քարուքան դարվի, արատավոր բարքեր են, նոր համակարգի ձևավորում պետք է լինի, որը որ տեսանք, որ եկավ մի ժամանակահատված, երբ որ հին իշխանությունների հետ աֆիլացված մարդիկ եկան եւ դարձան բարձրաստիճան պաշտոնյաներ եւ բացի դրանից, եթե էլի փորձենք պրոյեկտել, մի sense հետաքրքիր բանի մասին եմ իմացել, որ երբ որ Նիկոլեն եկան իշխանության, այդ սկզբնական շրջանում կային քաղծառայողներ, որոնց որ գործից ազատում էին, որովհետև այդ մարդիկ ծառայել են նախկին իշխանությունների ժամանակ։ Այստեղ կա մի հանգամանք, որ քաղծառայողը ինչի համար է ստեղծվել այդ ինստիտուտը, որ պետական համակարգում աշխատող մարդիկ կապ չունենան քաղաքական ուժի հետ։ Այսինքն դու քաղծառայող ես, անկախ քաղաքական ռեժիմից, անկախ նրանից ով է իշխանության, դու մեկը քաղծառայող ես, դու քո գործը կատարում ես։ Սակայն եկավ ժամանակահատված, երբ որ իշխանափոխություն եղավ, այդ մարդկանց հանեցին գործից, լիքը մարդկանց հանեցին գործից ու կային մարդիկ, ովքեր որ պետական կառավարման ինչ որ օղակներում եզակի մարդիկ էին, որոնք որ կատարում էին ինչ որ եզակի գործառույթ։ Այո, կոմպետենտ էին եւ իրենց փոխարինելը համար պետք էր ունենալ մինչեւ այդ եղած ինչ որ կադրային պահեստավորում, եթե մի փոքր ավելի կոպիտ ասեմ, եւ քանի որ նրանք չունեին, այդ մարդիկ ուղղակի ազատվեցին։ Մարդիկ, որոնց որ հանեցին ու այդ տեղը բաց էր մնում։ Ու որոշ ժամանակ պետական ապարատը հավուր պատշաճի չի աշխատել հենց դրա համար ու եղել են դեպքեր, որ հետագայում զանգել են ու հետ են կանչել այդ մարդկանց, որ այդ մարդիկ գան ու աշխատեն, որովհետև իրենց փոխարինող չեն գտել։ Եթե ամփոփելու լինենք, ապա հին իշխանության հետ բնորոշումը
այսինքն հին իշխանությանը բնորոշում էին նախկիններով, ցանկացած բան, որը կապ ուներ նախկինների հետ, առանց քննարկման, առանց վերլուծության դիտարկվում էր որպես վատ, բացասական արատավոր եւ հանցավոր համակարգ, որովհետեւ ինչ էին ասում էին բոլոր նախկինները թալանչի էին, ընդ որում նախկինների անվան տակ ոչ միայն անցկացնում էին նախկին պաշտոնյաներին, այլ նաեւ այն բոլոր մարդկանց, որոնք ինչպես նշեցի, աշխատում էին այն համակարգում, որը կառավարվել է նախկինների օրոք, ինչ կարծում եմ բնական եւ նորմալ է, եւ անգամ այդ մարդկանց սկսեցին ընկալել որպես նախկիններ, որպես թալանչիներ, տալով այդ բնորոշումը։ Կային նաեւ տարբեր մարդիկ, ովքեր որ ուղիղ չէին երևում նախկին իշխանությունների ժամանակ, բայց իրենք եղել են պետական պաշտոնների, ուղղակի երևացող պաշտոն չի եղել կամ իրենք շատ չեն երևացել, իրենք շարունակեցին կատարել իրենց գործառույթը, անկախ նրանից, որ իրենք նախկին էին, այսինքն նենց չի իրանք ասել են, որ հները վատն են, եկեք հներից ազատվենք ու բերել են իրենց արդար մարդկանց, իրանք զուտ հանել են այն մարդկանց, ովքեր որ երևացող էին մի կողմից էլ։ Դա նաև նրա համար են արել, որպեսզի ժողովրդին, այսինքն իրենց թիրախային ներքին լսարանին ցույց տան, որ այն բոլոր մարդկանց, որոնք որ դուք ճանաչում եք, TV-ով եք տեսել կամ լրագրողների հարցազրույցներին եք տեսել, իրենք պետք է ասպարեզից գնան, որպեսզի ժողովրդին ցույց տան, որ իրենք վերացնում են, արմատախիլ են անում արատավոր բարքերով աշխատած, ստեղծած մարդկանց, առանց հաշվի առնելով, որ այդ մարդիկ իրենց հաճույքի համար չեն գնացել հարցազրույց տվել, իրենց հաճույքի համար չեն խոսել լրագրողների հետ, այդ մարդիկ իրենց պարտավորությունների սահմաններում այնպիսի աշխատանք են կատարել, որի ընթացքում իրենք հաշվետվություն պիտի տային եւ դա պիտի անեն մեդիայի միջոցով, ինչը շատ բնական եւ նորմալ է աշխատող կենսունակ ապարատի համար եւ այդ մարդիկ ոչ միայն TV-ով երևալու համար էին դա արել, այլ դա թափանցիկության, հաշվետվողականության արդյունք է եղել։ Այո։ Հաջորդը կենտրոնացումն է առաջնորդի շուրջ։ Կենթանիները բերելով այդ օրինակ ասում էին, որ անձի շուրջ չի կարելի կենտրոնանալ։ Եվ հեղափոխությունից հետո պատկերը ամբողջությամբ փոխվեց ֆերմայում։ Ինչը որ նաև կարող ենք պրոյեկտել հայ իրականության վրա, երբ որ իշխանափոխությունից այդ թավշյա ոչ բռնի հեղափոխության ժամանակահատվածում ասում էին չպիտի լինի անձի իշխանություն, օրինակ ասում էին նկարները պետք է հանել սենյակներից, չի կարելի որ առաջի դեմքի կամ երկրորդ դեմքի նկարը լինի։ Հիշում ես ինչ էր ասում էր իմ նկարը մի կախեք ձեր աշխատասենյակների պատերին, ձեր երեխաների, ձեր սիրելիների, ընտանիքի նկարները կախեք։ Հիմա եթե երևի մտնենք, դուրը թակենք մտնենք, եւ մի նկարից սենց մի 5 հատ կտենանք։ Օրինակ տեսել ես մի հատ ինչ-որ թազա տրենդ են սկսել իշխանության ներկայացուցիչները սրտիկ են ցույց տալի, դրանով իսկ ոնց որ կոչ են անում իրենց երիտ թև գնալ, թե ինչ-որ տենց ինչ-որ մի բան են անում, ու հետաքրքիր մի բանի ականատես եղավ, որ բոլոր քաղաքական գործիչները, ովքեր որ ցիրտը անում էին իրենց եթե պատգամավոր էին ազգային ժողովի սենյակից իրենց, ու այդ սենյակում երևում էր Նիկոլ Փաշինյանի նկարը։ Գիտես, ես ուզում եմ ասել, որ անգամ հեղափոխության ամիսներին 2018 թվականին արդեն իսկ ակնհայտ էր, որ դա գաղափարի շուրջ հիմնված չէր սկզբանե, որովհետև գաղափարն անգամ անատացված էր։ Ինչ էր դա։ Գաղափարը այն էլ մերժելու Սերժին։ Սերժը անհատ էր այդտեղ։ Եվ ինչքան է որ փորձեն ասել, որ Սերժը դա հավաքական ինչ-որ բարքերի մամրացում էր, ոչ, Սերժ Սարգսյանը անհատ էր այդտեղ։ Եվ անգամ գաղափարը պրոյեկտված էր անհատի շուրջը։ Եվ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության այդ իմպուլսը զարկը միշտ իր ձեռքում է պահել ու իր վրա է միշտ կենտրոնացվածությունը եղել, որովհետև եթե այդպես չլիներ, Նիկոլ Փաշինյանի մեկուսարան հայտնվելուց հետո առաջ կգար նոր լիդեր, կստանձներ Նիկոլ Փաշինյանի կատարած աշխատանքը, գործառույթները եւ հեղափոխությունը կգնար առաջ հասնելու իր նպատակին, ոչ թե մի փոքր կմարեր կպասիվանա, որտեղ Նիկոլը հայտնվել է մեկուսարանում եւ իզուր չի որ Աննան ասում էր, որ պիտի սպասենք ինքը դուրս գա։ Հենց այստեղ էլ հարի խոսենք հենց կարգախոսների ուժի մասին, որը որ օրինակ այդ ժամանակ կենթանիները օգտագործում էին ու հեղափոխությունից հետո էլ հենց ինչ որ կենթանիների ինչ որ բաներ դուր չէին գալի, դրանից հետո սկսում էին իրենց հիմնը երգել, որով որ փարատում էին այդ կենթանիների սենց
բառը դուրս էր գալի, ոնց որ գոլորշին դուրս էր գալի դրանով, հենց սենց էլ կարող ենք համեմատել այն կարգախոսների հետ, որ կար 18 թվականին, այսինքն դեմ էին Սերժ Սարգսյանին, մերժում էին Սերժ Սարգսյանին, մնացած կարգախոսները, որ կար, սիգնալ տալը եւ տարբեր բաները, ինչով որ փորձում էին իրականացնել։ Ընդվզելու համար որևէ սիմվոլիկ գործողություններ էին մտածում, գիշես դմդումբ հույերից մինչև սիգնալ տալ, մինչև մանկաս սայլակով մայրեր իրենց երեխաների հետ դրսում, հաշտոցի պողոտայում խորոված փարթիներ։ Իդեպ այդ սայլակներով մամաներից մեկը, իմ դասախոսներից մեկն էր, որ անմիջապես հեղափոխությունից հետո բողոքում էր, որ ինքը մասնակցել է հեղափոխությանը։ Իսկ շատ մարդիկ անգամ մեր մերձավորների մեջ էլ, ընկերների մեջ էլ երևի գտնենք իրենց, ինչը նորմալ է եւ բնական է, աննորմալ եւ անբնական կլիներ մինչեւ հիմա գոհ լինել իրենց արածից։ Հաջորդը քննադատության նկատմամբ վերաբերմունքներ, եթե սա պրոյեկտ ենք, հիշում ես, որ Նիկոլ Փաշինյանը ասում էր, եթե մենք միասին հավաքվելու ենք, հրապարակում քննարկելու ենք Արցախյան հիմնահարցը, ինչ լուծում պետք է տրվի Արցախի համար, բայց վերջում պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը մենակով մի գրչի հարվածով լուծեց Արցախի հարցը։ Առանց որևէ մեկի հետ քննարկելու Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը։ Ժողովրդի հետ նկատի։ Այո, ժողովրդի հետ քննարկելու, բայց այստեղ աբսուրդը ինչու՞մ է կայանում, երբ դու դրժում ես խոստումդ, փակ դռների ետևում մի գրչի հարվածով կանխորոշում ես քո ժողովրդի եւ Լեռնային Ղարաբաղի ապագան, որտեղ թե Նիկոլը պատշաճ վարչապետ լիներ, ապա Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էլ իր համար ժողովուրդ կընկալեր, հերիք չի դու քո ամիջական մասնակցությունն ես ունենում Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի մեջ, մի հատ էլ էլի օգտագործում ես Լեռնային Ղարաբաղից մնացած վերջին կտորները 2021 թվականի արտահերթ ընտրություններում հաղթելու կհիշես, ասում ես ես խոսք եմ տալի, եթե ես ընտրվեմ, կլինի Շուշի եւ Հադրութի դեօկուպացիան, հավաքել էր հազարավոր մարդկանց այնտեղ։ Այո, մեզ կներեն մի քանի ամիս ավել գերության մեջ մնալու համար եւ նմանատիպ շատ հայտարարություններ, հերիք չի մարդը դժվել է իր խոստումը, մի հատ էլ օգտագործել է, շահարկել է ընտրություններում հաղթանակ տանելու համար։ Քննադատությունների նկատմամբ իրենց ոչ նորմալ դիրքորոշումը երևում է նաեւ նրանից, որ մինչեւ հիմա ինչ իրանց մոտ չի ստացվում, իսկ իրանց մոտ շատ բաներ չի ստացվում։ Ասում են, որ նախկիններն են մեղավոր։ Այո, նանդ կհիշես սկզբնական շրջանում իրենք քննադատությունների նկատմամբ ավելի մեղմ էին, որովհետև չէր կարող հեղափոխությունից վարչապետ ընտրվելուց 3-4 ամիս անց հենել ու լարահաչել ժողովրդի վրա, բայց կհիշես իրենց սրացումները կապված քննադատությունների հետ շատ ավելի ակնհայտ էին, շատ ավելի տեսանելի էին 2020 թվականի պատերազմից հետո, այդքան զոհ ունենալուց հետո եւ Լեռնային Ղարաբաղի օկուպացիայից հետո, երբ որ իրենք քննադատություններին շատ ծանր էին վերաբերում, որտեղ իրենք ոչ միայն քննադատության առարկա էին, այլ իրենք մեղավոր էին, պատասխանատու էին, մի իշխանություն էր, որ փոխաբերական իմաստով իրենց ձեռքերին այդքան արյուն կար։ Հիմա իրենք մեղավոր էին, մեղավոր չէին, արդարացում ունեին, չունեին, Նիկոլ Փաշինյանը ենթադրենք մեղավոր չի Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի եւ այդքան զոհեր ունենալու մեջ։ Մարդ է, ում իշխանության տարիներին, կառավարման տարիներին է տեղի ունեցել այդ ամեն ինչը եւ դա միևնույն է պրոյեկտվելու է իր վրա եւ իր անվան հետ է կապվելու իր իշխանության հետ։ Դե մենք ասում ենք մեղավոր են, պատասխանատու չեն, պատասխանատու են, մեղավոր չեն ու տենց շարունակ։ Բայց արի մի բան էլ հիշենք, որ արի բանը շեշտենք, որ իրանք եկան ուրիշ լոզունգներով ու արդյունքում ուրիշ բան է։ Այո։ Օրինակ հիմա որ իրանք ասում ես, բա ինչի կոռուպցիա կա, ասում են ժամանակ է կար կոռուպցիա, ասում ես ինչի էս ինչը չի զարգանում, ասում են ժամանակ է չէր զարգանում, ասում ես էս ինչը խի ասենց, ասում են ժամանակ էլ էր տենց։ Բա եթե տենց էր, էլ ինչի արեցին մարդիկ իշխանափոխություն։ Որտեւ իրենց լավ բաներ եք, չէ՞ խոստացել, բայց արդյունքում ինչ ունեցանք, արդյունքում ունեցանք Արցախի կորուստ, արդյունքում ունեցանք 5000-ից ավել զոհեր, արդյունքում մենք հիմա ունենք ռազմաքաղաքական առաջնորդներ, ովքեր որ հիմա Բաքվի բանտերում են, ու արդյունքում մենք ունեցանք շատ ավելի վատ վիճակ, քան կար մինչև 18 թվականը։ Այո։
Այո, քեզ հետ համաձայն եմ ամեն ասածդ բարի բարակապակցության հետ, քննադատության հետ կապված անդրադարձանք ու ես կարծում եմ հիմա ավելի շատ էլի գիտես, հիմա ուզում եմ հասկանալ քննադատություններին իրենց արձագանքելու ձևն է փոխվել, այսինքն իրենք էպես չի ծանր չեն տանում, շատ ծանր են տանում եւ քննադատությանը արձագանքելու ձևն է փոխվել։ Իրենք այդ քննադատություններին փորձում են այսպես չարձագանքել եւ դրա փոխարեն համացանցը լցնում են հիմարություններով, այսպես խորը համար են ձևանում, ինչ որ հիմար օրակարգեր են լցնում, որպեսզի նախ իրենք դրանից կտրվեն եւ երկրորդը հասնեն բոլոր նպատակներին, որոնք իրենց համար առաջնային են դրել, այնպես որ իրենք իմ կարծիքով 2020 թվականից հետո շատ ավելի ծանր էին տանում քննադատությունները եւ շատ ավելի կտրուկ էին արձագանքում դրան, մինչեւ 2020 թվականը բավականին հանդուրժող են եւ նույնիսկ շատ խելոք էին, կարող էին անգամ խոստովանել, որ այո, թերանում ենք կաշխատենք մեզ վրա ավելի լավը կդառնանք եւ այլն ու իրենց այդ իշխանամերձ զանգվածների միջոցով կարողանում էին հիշում ես ինչ խոսակցություններ էին գնում ասում էին դե նոր են, անփորձ են, քանդված երկիր են վերցրել, ասում է սկզբից Նիկոլը Լավներ իր շրջապատներ ֆատը նախարարները, падգամավորները եւ իրան չեն զեկուցում ինչ ա եղել։ Այդ նախարարներն ու падգամավորները լավը դառան, Նիկոլը վատը դառավ։ Ասեն ինչ որ Թե հիշում ես ինչն ասում, դե խեղճը ինչ անի, Սերժը քանդված երկիր ա թողել, այդ երկիրը պիտի սարքի։ Ու տենց լիք անհետեցություններ։ Դից փոխել են Ալիևի այդ հանդիպումից հետո։ Բայց մարդիկ կան հավատում են։ Եվ եթե մանկան գտնենք, հիմա էլ հավատացողներ կգտնենք։ Այո։ Հաջորդը ժամանակ տվեքը, որը որ իշխանությունները շատ հաճախ օգտագործում էին ու հիմա էլ օգտագործում են, հիշում ես, անասնաֆերմայում հեղափոխությունից հետո բոլոր անհաջողությունները, որը որ կար, ասում էին դե հələ նոր է, հələ կփոխվի, փոփոխություն կլինի, բայց ժամանակ տվեք։ Հիմա այդ նույն ժամանակ տվեքը օգտագործում էին նաև այս մարդիկ, ովքեր որ եկան իշխանության։ Առհասարակ այն իշխանափոխությունը, որը ինքնանպատակ է եւ ինքնանպատակ ասելով ես հասկանում եմ տվյալ կուսակցության, տվյալ ամբիցիաներ ունեցող կազմակերպության կամ, չգիտեմ, ինչ-որ հակումներ ունեցող մարկանց գալու իշխանություն վերցնելու ու հարստահարելու դրա հաշվին, շատ հեշտությամբ կարելի է տարբերակել։ Այն կուսակցական կամ ոչ կուսակցական ուժը, որը որ գնում է իշխանափոխության, ոչ միայն պետք է ունենա իշխանափոխության պլան, այլև պետք է ունենա պլան, թե իշխանափոխությունից հետո եթե հաջողի դառնալ իշխանություն, կառավարման ինչպիսի պլան ունի։ Միայն այդ դեպքում կարելի կարծել, որ այդ իշխանափոխության գնացող ուժի նկրտումները բարի են, բայց եթե այդ կառավարման պլանը չկա կամ եթե կառավարման պլանի տակ ամբողջությամբ անհատի շահին ծառայող պլանավորումը, արդեն կարելի է հասկանալ, որ իշխանափոխությունը չի հարմար արվել եւ ուրա գնում։ Հիմա ինչպես անասնաֆերմայի պարագայում, պես խոզերի իշխանափոխություն արեցին մարդու նկատմամբ, որտեղ իրենք էին ուզում մարդու տեղը լինել, իրենք էին ուզում հարստահարել, լավ ապրել, խմել, մարդու կենցաղը վարել, որովհետեւ մարդ ամեն դեպքում իրենց համար օրինակ էր բարեկեցության ու լավ ապրելու, որովհետև բոլշևիկ հեղափոխականների համար ցարերը դրանք բարեկեցության ամենալավն ունենալու ընդհուպ միջև հակոստների ճաշատեսակներ ունենալով այդքան սպասուհիներ ու իրենց ենթարկվողներ, սպասավորներ, դրանք իրենց ամբիցիաները բորբոքում էին ու իրենք էլ ինչպես խոզերը մարդու նկատմամբ ուզում էին ընդօրինակել մարդու վարքը եւ ապրել այն կենցաղով, որը որ մարդն էր վարում։ Ուղղակի տարբերություն անասնաֆերմայի, որտեղ որ կենթանիներն էին, որտեղ որ խոզերն էին ասում են ժամանակ տվեք, մենք կփոխենք ամեն ինչ, մեր դեպքում մարդիկ են ասում ժամանակ տվեք։ Հիմա 20 տարի է թալանել են, այդ 20 տարվա թալանածը տենց մի օրում չի գալու կամ 20 տարի է եղել է օրինակ կոռուպցիա ու մի օրում այդ կոռուպցիան չի վերանալու։ Տես, բայց մարդկանց մեջ ամեն դեպքում այդ վերևներից, իշխանությունից իջացված թեզեր են։ Այո, ընդ որում այդ թեզերը ոչ միայն, այսինքն բարձր պաշտոններ ունեցող մարդիկ են գեներացնում, այլ թեզերը գեներացվում են հասարակության մեջ
արտակուս թվող ինչ-որ հասարակ քաղաքացի, ով որ պատահաբար նստել է այսինչ համարի տրանսպորտը կամ պատահաբար մտել է Facebook եւ քաղաքականությամբ չզբաղվելով որոշել է իր կարծիքը հայտնել Facebook-ով։ Ես միշտ ասում եմ, մեր տունը քանդել են այն բոլոր մարդիկ, ովքեր չեն զբաղվել քաղաքականությամբ։ Այո, մեր տունն ասելով, ես նկատի ունեմ երկիրը, որտեվ իմ երկիրը ինձ համար իմ տունն է, ինձ համար այն տունը հեն պատեն ու քառակուսին չէ, որի մեջ ես այսօր ապրում եմ իմ ընտանիքի հետ, գլոբալ մասշտաբով ինձ համար իմ տունը իմ հայրենիքն է, եւ մեր տունը քանդել են այն բոլոր մարդիկ, ովքեր որ չեն զբաղվել քաղաքականությամբ, բայց իրապես զբաղվել են քաղաքականությամբ եւ վարել են այնպիսի խոսույթներ եւ գեներացրել են այնպիսի խոսույթներ ու այնպիսի խոսույթներ են տարածել, որոնք որ ամբողջությամբ սպասարկել են իշխանական թշնամական թեզը, ու այսօր էլ նույնը անում են։ Պարտադիր չի, որ բարձր ամբիոններից ազգային ժողովի նախագահական վարչապետը ելնի ու ինչ-որ միտք ասի։ Ինք ունի շատ մարդիկ, ովքեր օրվա հացի խնդիրը լուծելու համար իրենց ասելիքը կասեն, ընդ որում կասեն ավելի հասանելի ձևով, մարդկանց համար ավելի հասանելով, ֆեյքերի բանակով, պատահաբար տրանսպորտ նստելով։ Կհիշես, երբ որ ավտոբուսը թանկացել էր, դարձել էր 150 դրամ, ավտոբուսներով նստում էին տարօրինակ կանայք, ովքեր պատահաբար որոշել էին նստել ավտոբուս, քարտով վճարել եւ բոլոր վճարողներին ասել, որ չեք ամաչում, չեք վճարում, որ չվճարեք, Ավենյանը թազ ավտոբուս չի բերի։ Լրիվ պատահականության սկզբունքով նույն կինը օրվա մեջ մի քանի անգամ տրանսպորտ նստել էլի տենց 4-ից ավելի 6-ին ու չգիտես ինչի իր սուրբ պարտքն էր համարել իր նստած 6 ավտոբուսներով ասել որ պետք է Ավենյանի համար 150 դրամ վճարել որպեսզի մարդը կարողանա ձեր համար թազա ավտոբուսներ բերել։ Ու նա շատ են շարքում այդ ավտոբուսների թեման, բայց այստեղ կարևոր է նաև այն հանգամանքը, որ օրինակ Տարոն Մարգարյանի ժամանակ արդեն կային շփումներ, արդեն կային պայմանագրեր ավտոբուսները բերելու համար։ Դες խոսում են նոր աղբավայր կառուցելու մասին։ Այդ խոսակցությունը կար նաև Տարոն Մարգարյանի ժամանակահատվածում։ Այսինքն այն ամեն ինչը, ինչը որ այն ժամանակ անում էին ու չհասցրեցին այդ մարդիկ անել, իրենք վերցրել են ու ներկայացնում են որպես իրենց արած։ Նույնը Աջափնյակի մետրոն։ Այո։ Կարող է Աջափնյակի մետրոյի փայլուն գաղափարը գեներացվել է Տիգրան Ավինյան հանճարի կողմից։ Սենց ասեմ, Աջափնյակի մետրոյի գաղափարը չի գեներացվել նոր անկախ Հայաստանում, Աջափնյակի մետրոյի գաղափարը Հայաստանի ժամանակ, բայց հիմա այնպես է դիտարկվում, կարծես թե Տիգրան Ավինյանը որոշել է իր մտքի գոհարներից մեկը հանձնել թղթին ու դարձնել իրականություն Աջափնյակի մետրո կառուցելուց։ Ընդ որում ես վստահ եմ, որ մենք Աջափնյակի downtown-ը, պարոն վարչապետ 70 հարկանի տեսել եք ընդհանրապես ինչ է կարել Երևանը կամ ինչ է կարել կենտրոնը։ Ու вообще կապ չունի, որ Հայաստանում սեյսմիկ իրավիճակը հաշվի առնելով 70 հարկանի շենք չեն կարող սարքել։ Հա, այսինքն Թամանյանը երբ որ էս Երևանի հատակագիծը նախագծել է, Երևանում նախ այսքան մարդ չի ապրել։ Եվ այսքան մարդ տան կարիք չունեցել եւ հանուն արդարության պետք է ասեմ, որ դուք ամեն ինչ արել եք, որ այս երկու մարդիկ շատանալու փոխարեն հակառակը գնան եւ արտագաղթեն, իսկ այն բնակչությունը, որ արտագաղթում է, հաստատ մոտակա 3 ամիսների ընթացքում ձեր կառուցած բարձրահարկ շենքերում տուն չի կարողանալու առնել եւ Հայաստանում մնացած մարդիկ էլ, հա, չեն կարողանալու ձեր բարձրահարկ շենքերում տուն առնել Ավենյանի downtown-ում։ Այնքան թույլտվություն ինչքան որ տալիս են ու այնքան շենքեր ինչքան որ կառուցվում է, այդքան մարդ չկա Հայաստանի Հանրապետությունում։ Այո, ֆիզիկապես չկա որպեսի ապրի։ Այսինքն ամեն մեկը մի 10 հատ տուն պիտի առնի, որ այդ նոր կառուցած, այսինքն միջև էս պահը, որը որ արկա է, այդքան բնակարան կարողանան սպառել է։ Եվ Հայաստանում չկա այդքան նորապսակ, որին որ դու կարողանաս տալ հատուկ պայմաններով հիպոթեկ, որ ինքը մտածի, լավ, ես ամուսնացած զույգ եմ, պետությունից քաջալերում եմ իմ սեփական տանիք ունենալու համար, գնամ առնեմ։ Հայաստանում ֆիզիկապես այդքան մարդ չի ապրում։ Էր սկզբնական շրջանում մարդկանց, կհիշես 1 տարի առաջ թե 2 տարի առաջ եկամտահարկի վերադարձի օրենքով մարդիկ Երևանում հնարավորություն էին ունենում տներ գնելու։ Բայց ես ճիշտ եմ հիշում, որ այդ եկամտահարկի վերադարձի օրենքը 2013 թվականին է ընդունվել։ Վերադարձի օրենքը ընդունվել է, բայց հենց Երևանի համար ոնց որ կիրառելի էր իրենց կառավարման ժամանակ։ Ես չեմ հիշում, չեմ հետաքրքրվել դրան։ Ես լսել եմ, որ 2013 թվականին է այդ օրենքը որպես այդպեսին օրենք ամրագրվել եւ տեղ գտել։ Միգուցե եւ դու ճիշտ ես։ Բայց ինչ է ուզում ասել, եթե մարդիկ որոշ ժամանակահատված կարողացան Երևանում եկամտահարկի վերադարձով տներ գնել, հիմա այդ օրենքը հանել են
ու եթե դու Երևանում ամուսնացել ես, Երևանցի ես, Երևանում ես ամուսնացել, դու եթե ուզում ես եկամտահարկի վերադարձի մասին օրենքով բնակարան ձեռք բերել, դու պետք է մարզերում բնակարան ձեռք բերես, որ քեզ թույլ տան այդ հավելյալ օգուտներով բնակարան ձեռք բերել։ Եթե չէ, պետք է դուրս։ Եթե չէ, պետքա գնաս downtown-ում 70 հարկանի շենքերից որևէ մեկում։ Իսկ ասես երբ Ավինյանը downtown սարքում։ Ամեն ինչ միանգամից սարքելու են ինձ թվում Աջափնյակի մետրոն էլ, ակադեմիական քաղաքն էլ, downtown-ները։ Իրար հետ։ Ու վերջինը ժողովրդի մասնակցության նվազումն է, որը ուղղակիորեն առնչվում է նաև այն հանգամանքի հետ, որ անասնաֆերմա ստեղծագործության մեջ, երբ որ կենդանիները հեղափոխությունից հետո ամեն ինչի մեջ իրենց ներգրավվածությունը ունեին եւ ապահովում էին իրենց ներգրավվածությունը, ժամանակի ընթացքում այդ ներգրավվածությունը նվազեց ու նույն ձև մենք տեսնում ենք իրավիճակ ներկայիս Հայաստանում, երբ որ իշխանապողության ձգտած անձինք, խոսքը ժողովրդի մասին է, ներկայումս ասում են, որ չեն զբաղվում քաղաքականությամբ, չեն քաղաքական ոչինչի չեն խառնվում, ոչ վարչապետի, վարչաբենդի համերգների, ոչ մի բանի, ու հենց դրանով էլ ցույց է տրվում, որ մարդկանց ներգրավվածությունը գնալով պակասում է եւ հավատը դեպի իշխանություն նվազում է։ Նախ իմ խորին կարծիքով վարչապետի նպատակը ոչ թե ժողովրդի ներգրավվածությունն է, այլ առողջապահության նախարարությունում կրթություն կամ կրթություն չունեցող աշխատակիցների, ես համեմատաբար այդ կարծիքին եմ, ինչ վերաբերում է ժողովրդի ներգրավվածությանը քաղաքականությունով, ես կարծում եմ, որ Հայաստանում չկա գետ մեկ մարդ, ով որ քաղաքականությամբ չի զբաղվում։ Դե առհասարակ կա այսպիսի խոսություն, եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է քեզ զբաղվում, բայց խոսքը դրա մասին չէր։ Խոսքը այն մարդիկ, ովքեր որ կուրորեն պաշտում էին ու Նիկոլին աստվածացնում էին։ Այսինքն հիասթափվում են։ Հիասթափվում են ու արդեն ոչ թե Նիկոլի դեմ են խոսում, այլ նախընտրում են այնքան են իրենք պաշտպանել, այլ նախընտրում են ձեն չհանեն։ Գիտես, ինձ բարկացնում է այն, որ այն բոլոր մարդիկ, ովքեր որ հեղափոխությունից հետո հիասթափվել են Նիկոլից ու նիկոլական թեզերից, ինչը ես կարծում եմ, որ բնական է։ Գիտես, ինձ շատ ցավ է պատճառում ու ես շատ ջղայնանում եմ, երբ որ այդ հիասթափությունը ոչ թե կենտրոնացվում է հենց Նիկոլի վրա, ով որ հիասթափեցրել է այն մարդկանց, այլ սկսում է բացասական նեգատիվ տրամադրություն տալ Հայաստանի։ Մարդիկ սկսում են Հայաստանից հիասթափվել, մեր երկրից հիասթափվել, ասոցացնելով Նիկոլին եւ Հայաստանին իրար հետ։ Ընկերներ, եկեք հասկանանք, որ Հայաստանը, ինչպես եւ մենք, գիտակից եւ ոչ գիտակից քաղաքացիներս, գտնվում ենք նիկոլական օկուպացիայի մեջ եւ մեր երկիրը, մեր հայրենիքը, որպես կենսատարածք, որպես հող, մեղավոր չի, որ ինքը գտնվում է նիկոլական, ադրբեջանական, թուրքական օկուպացիայի տակ, այդ փափուկ ուժերի օկուպացիայի տակ։ Պետք չի մեր երկրից հիասթափվել, պետք չի ասել, որ Հայաստանը վատ երկիր է, ապրելու երկիր չի, չէ, Հայաստանի լավն ու վատը մեր ձեռքերում է։ Մենք ենք Հայաստանի լավն ու վատը, մենք ենք Հայաստանի ապագան։ Եվ ի վերջո Լյուդովիկոսի ժամանակները անցել են, երբ ասում էր պետությունը ես եմ։ Պետությունը չպետք է ուղղակիորեն կապել գործող ռեժիմի առաջնորդի հետ։ Ու մտածել, որ եթե Նիկոլից հիասթափված եք, որովհետև այն հեղափոխության խոստումները, որոնք որ ի սրտե ցանկացել եք, որ կյանքի կոչվեն, որ դուք ավելի արդար պայմաններում ապրեք, եթե ավելի արդար պայմաններում չեք ապրել, համեմատաբար իհարկե շատ ավելի արդար պայմաններում ենք ապրել, բայց եթե մարդիկ կան, ովքեր որ դեռ կարծում են, որ եւ այն ժամանակ արդար չի եղել եւ հիմա արդար չի, ժողովուրդ այդ ամեն ինչը մեր ձեռքերում է եւ Նիկոլն էլ օթից չի ընկել երկնքից։ Ժողովրդի ծոցից է դուրս եկել Նիկոլը, բայց ես ուզում եմ, որ մենք իմանանք, որ Նիկոլ սարքել ենք մենք, որովհետև մենք հավատացել ենք, խաբվել ենք այն ստերին եւ այն խոստումներին, որոնք որ Նիկոլը տվել է, բայց մեղադրելով կամ չմեղադրելով Նիկոլին, մենք էլ ունենք մեր մեղքի բաժինը, իսկ մեր մեղքի բաժինը արդեն ազնիվ մղում է այս երկիրը Նիկոլից ազատելու եւ ավելի լավը դարձնելու։ Եթե այն ժամանակ է լավը չի եղել, հիմա էլ լավը չի, սա նշանակում է, որ մենք բոլորս մեր չափով ունենք ահռելի աշխատանք ցույց տվեց, որ այն ժամանակ լավ էր անելու մեր երկիրը ավելի լավը դարձնելու։ Ես չգիտեմ
գուցե շատ վերացական բան եմ ասում ու մարդիկ չեն հասկանում թե երբ որ ասում են բոլորս ունենք անելիք, այդ անելիք ունենալու տակ ինչա մտածում, օրինակ մեզ դիտող մեկ այլ ուսանողը կամ մեր տարեկիցը երբ որ մեզ նայում է, դա առաջին հերթին անտարբեր չլինելն է։ Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությունից դուրս ապրող յուրաքանչյուր հայ ունի իր խրամատը եւ իր խրամատը պետքա պահի, որ պատշաճի։ Մեկի համար դա տնտեսությունն է, մյուսի համար բանակն է, երրորդի համար առողջապահությունն է, այսինքն ամեն մեկը ինչ-որ մի ոլորտ ընտրել է, որտեղ որ պետք է կայանա եւ կայանում է։ Եվ այդ ոլորտը զարգացնելով, այդ ոլորտի անարդարությունների դեմ խոսելով, այդ ոլորտի առաջնորդի սխալ արած քայլերը բարձրաձայնելով եւ այդ քայլերի դեմ որոշակի այլ քայլեր անելով, մեզնից յուրաքանչյուրը կարող է մեր երկիրը ավելի լավը դարձնել եւ ի վերջո ազատվել այս չարիքից։ Եվ այն բոլոր մարդիկ, որ լսում են Անային ու ասում են՝ «Վայ, ես բժիշկ չեմ, ես գիտնական չեմ, ես զինվորական չեմ, ինչ ունեմ ես անելու»։ Դուք ունեք անելու նույնքան բան, որը ունի անելու բժիշկը, զինվորականը, գիտնականը, ուսուցիչը, առհասարակ։ Առաջին հերթին չլինել անտարբեր։ Դու հասարակ տաքսու վարորդ ես կամ ուղղակի սովորական քաղաքացի ես, ով թոշակի է գնացել արդեն դու ունես քո անելիքը եւ քո անելիքը պիտի անես հանուն նրա, որ քո հաջորդ սերունդները ապրեն շատ ավելի լավ երկրում, ոչ թե մտածես, որ եթե ես ապրել եմ եւ ապրում եմ վատ երկրում, ասես 18 թվականից այն կողմ ապրում եմ սարսափելի երկրում, շատ վատ երկիր է, հիասթափված եմ, դու պիտի հասկանաս, որ դու չես կարող 18 թվականից մինչև 2026-ը ներկա ժամանակներում թողած այս պետությունը տենց ուրախ ժառանգել քո սերունդներին ու ստիպել, որ իրանք ապրեն ու տեսնեն այն ինչ որ այսօր են տենում։ Այն որ օրինակ Եռաբլուրում կարան բրետավորները զինվորի մոր ծեծեն քաշտանգետիններով, որ պատգամավորը կարա գնա ու սկսի զինվորի մոր հետ կռիվ տալ, որ կարող են զինվորի մորը ազատազրկել։ Դու չպետք է թողնես, որ քո սերունդները այդ ամեն ինչը տեսնեն ու ականատես լինեն, որ մտածես, որ դե հա նորմալ է, որ Ավինյանը անիվով այդքան փող է կերել։ Կամ մտածես, որ հա նորմալ է, որ Նիկոլա կարա գնա, ինչ ուզում է, խերքին ինչ բրդում է բանակցի, ինչ խոստում ասես տա, գա նստի ու 1-2-3 տարի հետո, լավագույն դեպքում 2-3 տարի հետո, տեսնես, որ քո սահմաններին լիքը բան են չի։ Լինես քրիստոնեություն ընդունած առաջի պետությունը ու տեսնես, թե թիվ 1 ամբիոնից երկրի վարչապետը ոնց է արտահայտվում հոգևորականների հասցեին։ Ես շատ կուզեմ, որ մենք մեր հետագա թողարկումներում, եթե անգամ որևէ գիրք չգտնենք, որի մեջ կգտնենք այն ինչ որ տեղի ունենում հիմա եկեղեցու դեմ, ես կուզեմ, որ մեր հետագա եթերին անպայման անդրադառնանք դրան, որովհետև դա լրջագույն խնդիր է, որովհետև ինձ համար եկեղեցին գոյություն ունեցող թերևս միակ ազգապահպան կառույցն է, ով որ քիչ թե շատ մարտնչում է, փորձում է պաշտպանել ոչ միայն իրեն որպես հայ առաքելական եկեղեցու դարավոր ինստիտուտ, այլ նաև փորձում է պաշտպանել հայ ժողովրդին, ով որ անընդհատ հիշում եւ հիշատակում է Լեռնային Ղարաբաղի հայկական լինելու մասին եւ նրա մասին, որ հայերի պատմական հայրենիքն է եւ հայերը պիտի վերադառնան իրենց պատմական հայրենիք եւ դրանից զատ նաև հայոց ցեղասպանության հարցն է քննարկում, յուրաքանչյուր հայ պիտի պաշտպանի իր առաքելական եկեղեցին անձերին ստորադասելով ինստիտուտից, որն է թե եկեղեցի կառույցը։ Այո։ Եվ այս ուրախ, այսպես խաչելերանքի հույս հայտնելով, հուսադրող խոսքով եկեք ավարտենք մեր այսօրվա թողարկումը։ Հուսով եմ հավանեցիք, լայքեք, բաժանորդագրվեք, կոմենտեք, ոչ միայն TikTok-ում եղեք ակտիվ, այլ նաև YouTube-ում, որը որ մեզ կստիպի եւ մեզ կողոքեվորի, որպեսզի մենք առաջ շարժվենք եւ ավելի հետաքրքիր ու ավելի լավ թողարկումներ կանենք, որը որ դուք կվայելեք։ Շնորհակալ ենք շատ։